Այսօր էր էլի, կեսօրն անց եմ ձեզ միանում, բարի կեսօր եմ ասում ձեզ բոլորիդ, ամենասիրունի բարի օրն եմ մաղթում ձեզ բոլորիդ, օրը հինգշաբթի մռայլ, լացկան, անձրևային, այն խոր աշնանը բնորոշող եղանակա, սիրելի հետևորդներս, բայց այնպես չի, որ չգիտենք, նորությունը, եղանակը հենց այդպես էլ տված է, սող չսիրողներ ջան, աչկերներդ փակեք, այս ձեր համար չի, այստեղ ոնց տեսնում եք, շատ առատ սոխառած եմ արել կարագով, մի քիչ ձեթով, ինչ եմ անում, սիրելիներս, ինչ եփել այսօրի, հարցերն եմ, ուզում կարգավորեմ, որովհետև հեսա աչքս բաց եմ փակեմ, տղայիս գալու ժամն է, մի խոսքով, մեր գործարանի կարագը ուրիշ է էլի, հոզորով չի, համ մի կոֆե գնեմ, համ զրուցենք, համ էլ ասենք, խոսանք, օրը անցկացնենք, եղանակը որ փոխվում է մի տեսակ իմ տրամադրության վրա շատ ազդում է, որովհետև չեմ սիրում, այսօր ես դեռ գործեր ունեի, կարտոֆիլս մնաց, այն վարունգի թփերը պետք է հավաքեի, բայց չակերտավոր ասած ընկա բլոկադայի մեջ ու ոչ մի բան չեմ կարողանում անեմ, ինչ լավ էր, որ երեք ինչ լավ էր, որ երեք լվասկ պենց բաներից անեցի ու բենց թաքրեցի, ալա որտեղ շատ հետաքրքիր էր սկսվել, ես վերջացա, պատրաստվեցի, ասեցի դե անձրևա, տղուս ուղեկցեմ, վերջերի դպրոց գնամ, ես հետ գամ, կատեգորիկ ձևով Ալեքսը չթողեց ինձ իրա հետ գնամ դպրոց, այև ամենա հետաքրքիրն էր, սիրելի հետևորդներ ջան, դե չթողեց, երեխան ինքը գիտի ինչ ա ուզում, ինչ չի ուզում, իրա կարծիքներ ես գիտեք, որ հաշվի եմ առնում էլի, հենց այնպես հարցի թողի վիճակում չի, ստեղ, իսկական չայ խմելու եղանակա, մի հատ է կոված ճան չկա մեր տանը, այև լավ չէր, հեչ լավ չէր, այս իրիկվա մեր թեյ խմելու բաժակ, ինձ փոքրի մեջ թզի մուրաբա էի դրել, բայլեցի, սիրտս տվեց թզի մուրաբեն, ստեղ վինենց էլ տապակում եմ, բայց թե տապակածու էպած շատ համով է, դրա համար էլ տապակում եմ, սիրելի հետևորդներ ջան, այսպես, ես կախեցինք ստեղ, օյ, այդեք հավաքվեք, մի կոֆե խմենք ու ամենքս գնանք մեր գործերի մտնենք, սունկ ունեի տանը, մի քանի հատ, ինչ չանեմ, մեկ ուզում էի այռոգրիլը դնեի, հետո ասեցի լավ,
Այ թող սենց լինի։ Ավելացնեմ կեպի։ Այսել հանեմ։ Այսպիսի բան է։ Ուրեմն տեսա, որ դպրոց գնալը չի գնամ, ծանոթներից ու բարեկամներից հետ շփվեցի, դրանից հետո դարձահարդարից հետ պայմանավորվել է, ասել եմ չէ, որ տուն աղալիս, տենց ինձ ավելի հարմար ու ավելի լավ առնեմ, քան ես գնամ, ընգնեմ, հասնեմ թե ես ինոր, ինչա թե մազերս ստելում եմ, ճիշտ չի։ Հասկանում ինչ եղավ։ Այսպես։ Մազերս եկվացի ու հիմա ասեցի մի կոֆե խմենք, որից հետո ամենքս գնանք մեր գործերի, այսպես ասած որպես գործ, ոչինչ էլ չունեմ, քանի որ ինչ կար չկար, ես երեք արել եմ, այստեղ այս կարաքի հոտը ինձ ներվայնացնում է ու այս ծրտում ես բացում եմ լուսամուտը, որ հեչ չէի ուզում, բայց տարբերակ չկա, թե չէ սաղ տունը սոխարածի հոտ կընկնի, ինչը որ ես չեմ սիրում, հոզորով չի։ Կոֆես եկավ իր հավեսով, իր ձևավոր փրփուրներով ու բայ այսուր եք տնեմ, այստեղ տնեմ, սա տեղափոխեմ, այսօր առաջի գործողությունը, որ ուզեցել եմ անեմ, բաքսի միացնելն է եղել, երեք արդենիսկ, բարել եմ էլեկտրականություն, մեր են պտիտեն, շատ լավ հավեսով էլ տաքացնում է, այնպես չի, որ չի տաքացնում, բայց մի տեսակ ուզեցա, որ ժամն եմ ուզում հասկանամ քանիսն է, ժամը եկել արդեն 7:40, տխուր դաշտում կանգնած, այս անտեր փողոցում մեկն է, նայվում չորս կողմս, դու չկաս չես գալիս, հիշում եմ անցյալս, տխրում եմ ու լալիս, ովքեր հիշեցին ես երբ, խոսես այս մյուսը, դնեմ զարյատկի, հա, սրա մեջ աղ չեմ չէ լիցնել, աղն է լիցնել, ես է շատ սիրում եմ, Ալեքս ջան, այսպես, կոֆեիս հոտը ինձ ուղղակի գերում է, գալիս
Գալիս ես դու ինձ մոտ Գալիս ես Արավատ գալիս ես Այս թողանք չորանա Սա արդեն Տեղավոր ենք ու գնանք սուրճ խմելու Հենց այս սուրճն է, չէ, որ հավաքվում ես, առիթ առնամ, ասում ես, խոսում ես, սուրճի պատճառն է, թե չէ, սուրճը բոլորիս տանն էլ կա, ու բոլորս էլ խմում ենք մեր սուրճը, բայց որոնք երնայիտ ուզում ես տենաս, ասում ես, ով թե մի հատերև է, էլի մեր կողմերը հետ չլնի մի բաժակ կոֆե կխմենք ու հենց տենց էլ ելնում է սիրելի հետևորդներ ջան այնպես որ դուք էլ իմ օնլայն բարեկամներն ու հարազատներն ու ընկերուհիներն եք հավաքվեք մի բաժակ կոֆե խմենք ու իրար հետ մի քիչ սրից անենք, որ կողմում նստեմ, ոնց եմ սիրում ես իմ այս առաջի հարգը չեք էլ պատկերացնի, խոնախի նման արդեն հյուրի նման, հա, լավ, բարձանում եմ երկրորդ հարկ ու գալիս Առաջինım շատ հարմար ու շատ կոմֆորտ է ինձ ավելի ժամանակ կար որ այս առաջի հարկի սանհանգույցի կողքը հենց ուզում էի որ լոգարան լներ փոքր շատ փոքր այն էլ նիկան չուզեց ասում հորոս գծած պրոյեկտը մի փչացնի, թող գոնե առաջինն ինքը ոնց սարքել ան հենց մնա, ասում եմ դե լավ, թող լինի տենց, մազերս, սիրուն մազերս, մի արանք հիշում եք ինչքան էի դիֆուզ անում, խուճուճ անում, հիմի էլ չէ, էլ չեմ ուզում, ամառ լիներ այս մազերը, վաղուց չորացած պտի իտնեին, իսկ հիմի արդեն այն սեզոնն է, որ սենց թաց թողանք գրիպի բունա, բայց թե տունը տաք է, լավ է, ապահով է ու գրիպ ընկնելու առիթ չենք ունենա։ Ես չգիտեմ ձեր հետ տենց բան պատահել է, թե չէ։ Ջրածնի պերոքսիդ եմ գնել, նույն ինքը պերեկիս, ուշ չունի, քան հետաքրքիր է, ոնց կարա տենց բան լինի, ինքը ընդհանրապես ուշ չունի, հիմի գնալու եմ, այն կանաչ տուփերովից վերցնեմ, նրանք ոնց որ ավելի լավն են, չգիտեմ ձեր մոտ տենց բան պատահել է, թե չէ։ Իմ մոտ ըհն որ պատահեց։ Եկեք էլի քոնդեմ էլի մազերս, որովհետև դուրս չեկավ։ Հիշում եք չեմ, որ ասել եմ թաց մազերը ես չեմ սանրում, որովհետև մազարմատից ինքը շուտ թուլանում է ու պոկվում։ Սենց կսպասենք, մինչև էսա մի 20 րոպեից գալու է վարսահարդարս։ Ու պատկերացնում եք այս անձրևին, ցրտին, անդուր եղանակին ես վեր կենայի ու գնայի, թե գնում եմ մազեր հարդարելու։ Իսկ սենց էլի լավ է, նամանավանդ այն դեպքում, որ
Իսկի պլաններումս չկա էլ տնից դուրս գալը, անգամ հաց առնելը, որովհետև կորել եմ, այսօր էլ արդեն հերիք է։ Ալեքսս կգա, մի քիչ իր համար կզբաղվի, հետո մի երկու տող գրավորա, պարապունքա, մի խոսքով էլի, մինչև այդքան մելանում ես արդեն սկում ես, որ ուզում ես պարկես քնես ու նախապատրաստվես հաջորդ օրվան։ Երեկվա օրը շատ լավն էր, այս Անդրևն էլ պետք էր էլի, որ գար մի հատ հասկանայի ջուրը գնում ա, չի գնում, առաջի հայացքից սենց նայում ես, ասում ես հարթ ա, սիրուն ա, լավն ա, բայց որ հիշում եմ ոնց էր այդտեղ այդ տրուբի առաջ ջուրը հավաքվում, հետո կատ, իջնում դեպի ներքև, որը տուն, որը դրան առաջը, իրոք բան նրվայնացնում էր ինձ մի այլ կարգի, համարածդ գործն էր կեղտոտվում, այսինքն տուն եկող մարդը կամ հենց մենք դուրս ու ներսի ժամանակ, ոնց որ անընդհատ դրսի ջուրը տուն ենք բերում, տուն, անընդհատ տուն, ջրի հետ ցեղտ է արդեն, իսկ մի գոնե այդ մի մետր տարածքը ինքը էլի չոր լավ մնում ա, ինչը որ այն ոնց ա իմ սրտով ասելու չի։ Դրա համար Անդրևը վախտին էլ եկավ, որ համ ժոլոբի հոսքը նայեմ, համ էլ այդ բալկոնում թափված ջրերը, տենանք, որ վարպետներն ասում են, հա նու կլոնը հավանեցիր, ասում եմ, բայց այդքանը գիտեմ, ասում եմ, մենք ջրով փորձել ենք, ասում եմ, դե երկնքից ջուրը, որ թափի Անդրևի տեսքով, վախտել ես կփորձեմ, ենքան ենք ծիծաղել, ու հետա մի նայում եմ, լավ այն, որ վախենալով էլ եմ ասում այդ լավի մասին, որովհետև ընդեղ սարքում ես, ընդեղ նորից քանդվում ա, այդ ամենավատն ա, սիրելի հետևորդներ ջան։ Ես խմեցի իմ սուրճը, շատ համով ու հաճելի խմեցի, որովհետև այսօրվա իմ առաջի սուրճն էր, այսօր Ալեքսիս ճանապարհելուց հետո էս է եղել, գործերով ընկել, որ գործը որ հանգստություն ա պահանջում, շտապելը չի պահանջում, շումի ապարատը դեռ պահում եմ, մեկ աստված չանի, բայց պետք ա գալի էտա, ինչ անենք։ Ուստեղ էզնակիտ կեքի հետ, չեմ հիշում ով էր ինձ հարցնում, որտեղից եմ առել, Մալաթիա տոնավաճառից եմ առել, տարբեր գույները, տարբեր ձևերով կա, սիրելի հետևորդներ ջան, ես նախընտրել եմ, ուրեմն իմ բազմոցի գույնը, փաստորեն դժվար ճարվող է գույներ, բախտի բերմամբ, թե պատահմամբ կթել եմ, ստեղ ծալելը մի քիչ սխալ էի ծալել, հիշում եք, որ ես ասեցի, չգիտեմ կաղկցեմ, թե թողամ, հետո հասկացա, որ սենց ծալել ա պետք, ծալելով ավելի ճիշտ ա ու ավելի կոկիկ ա էլի նայվում, ուղիղ ա նայվում, չգիտեմ, ինձ տենց դուր եկավ, հետո իմ հետևորդուհիներից տիկին Մանիկը, ում հետ պիտի հանդիպեի, ափսոսեն էլ չստացվեց, մենք գնացինք Քոբուլեթի, գիտեի, որ ինքը գալու ա, պայմանավորվել էինք, որ հանդիպենք, բայց թե ծովատ գնալը մեջ ընկավ, ես էլ չէի կարա, որ չգնայի, տիկին Մանիկս ասման այդ ջան, մի վախեցի,
ու սեղմի իրանք չեն փչանա, այս չեն ելնի մի խոսքով ինձ թվում է հասկացանք իրար միայն մեկն է նոր ու դզել էի այս մեկն է ալարել էի God says do it not Ինչ լավ էր Երևանը Ինչ հավեսով օրեր ունեցանք Երևանում անբացատրելի էր ու շատ լավ Սա էլ իրան օրում դուրս չի գա Սելի հետևորդներս ու իրան խելոք կպահի ասեք որ կա տենց բան Ես ինչ ունեմ ես այստեղ լավ ձեր չսիրած ցելոֆաննա չճռճռացնեմ ձեզ չնեղացնեմ ուշիկները ուր մնացիր դուք ուշկեքով հայհմի ընտիրիկ Սիրուն ասելը այս հենց բաններ հիմա սուրճ խմելուց հետո ինչ ամնում ինձ անել մի երկու գործ կա գնամ էլ անեմ ու տեսնեմ որտեղ ենք հանդիպում ու ինչ ենք անում ես կգնա իր տեղը սա նույնպես սա էլ կգնա աղբաման չաշխատեց ոչ մի ձևի ու վրան է գրածը Գոջինդո 0726 այն որ ասելը մի քիչ տհաճել է լցնում ես այդ վերքոտ թարախոտ որ ինք պետք է փրփրի չէ գործի նենց մի պահա փրփրեմ ու վերջ էլ այդ փրփուրը չկա ասած ալավեր դու կողմի ժողովրդին կա ոչ չէ որտեղ էր որ ասում էին կա ոչ այ ոչ ու փոչ հա եսի չգիտեմ դժվար է շատ տխրել եմ շատ նեղվել եմ որովհետև կյանքը մեկ անարդար բաները մի քիչ շատ ալնեմ ու ինչքան փորձում ես անարդարության դեմ կռիվ տաս զգում ես որ միշտ էլ պարտվելու ես որովհետև ի սկզբանե այս աշխարհն ա եղել անարդար այնքան անարդար որ մեր Տեր Փրկիչ Հիսուս Քրիստոսն էլ մեր մեղքերի համար խաչվեց բայց միևնույնն է էլի դրա համար մեկ-մեկին դու ինձ կռիվ եմ տալիս նեղվում եմ հետո ասում եմ Անահիտ ինչքան ուզում արդարություն ես պահանջում չի օգնելու բանաստեղծությունը meil կար է տենց բան որ ասում էր արդարություն գոչեցի թող որոտա իմ գլխին փայլակ կայծակ հուր երկաթ թող դավ դնե թշնամին ես մինչ իմ աղկա խաղան մինչ ազատություն պիտի գոռամ արդարություն որը որ չկա ցավոք սրտի չկա եղել է ու էլ չկա ուզում ես գոռա ուզում ես ճվա ուզում ես ճչա միայն վնասում ես ինքդ քեզ քո նյարդերը քո առողջությունը ու վերջ պարզ ու հասարակ բայց անհասանելի
նամանավանդ իմ համար, որովհետև չեմ սիրում անարդարություն, չեմ սիրում, զորով չի, չեմ սիրում։ Այդքան մի բան, սիրելի հետևորդներ ջան, այ հիմա իրոք գնամ համ լուսամուտս փակեմ, համ մի հատ հասկանում ստոստես տվարիցան, կռիվս նայել ես ցելոֆանների հետ տամ ու ճաշին էլ նայեմ։ Գնացինք նկարս մնացել աստեղ, որովհետև ընդեղ դեռ գործերը կան, ով ասա թենի կան ստեղելներ, ինչ-որ մեկը կգար բարեմոնտ աներ, հենա ինքը կանև էլի, հենա ինքը կանես, այդ էնց բաներ։ Որտեղ բարտեզից, ողջունել եմ աղբյուրից, թերում երկանքից, ջանս, օպա, գնացի։ Հա, շատ, ապտես, դե գնա հմեն մի սենյակն վայբերով զանգի տատին, սրտո ջան, ոնց ինչի, բազանգը մեր դու պարապում էիր, գնա շուտ արա։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, այստեղ վարսահար տարս եկավ, մազերս ֆենեցինք, սիրուն, հաճելի, բայց են ոնց են ասում, ցես տնգելա ջանս ու ուզում եմ պարտադիր կապած լնեմ, բաց թողած մազերին, էլ չի ստացվում, ու որ չեմ նայում մազերիս երկարությանը, խել կան եմ լնում, հլա ինձ կանա ինքը երկար էլ, սիրունա, շատ սիրում եմ երկար մազերը ու ինքն էլ ասում ինչքան առողջ մազեր ունես, բարված չի, ես չեն, չի սնուցում է, լավնա, մի խոսքով, լիքը լավ բան, Ալեքս, չէ ցավդ տանեմ, ընդեղ նստի, դուրն էլ փագի, ես էսա ուրիշ վիդեո էլ եմ նկարել, լավ ավետ, չէ կարել ընտիր, դուրը փագի, ստեղ, հա, Ալեքսի օնլայն պարապունքի ժամանակ, ոնց են ասում, ես ֆիզիկապես նստած եմ լնեմ ու վсё, իրանք պարապում են, եթե թողամ, պարզա, որ ուշադրությունը շեղվում է, մտածում է ես ընդեղ ինչ եմ անում, սենց, նստել էի, գրառումներին էի պատասխանը, տատու թոր ընդեղ խոսում են, որ դեռ իրար չաղ զասվել, թող ընդեղ իրանք խոսան, մի խոսքով գրառումներին էի պատասխանում, սիրելի հետևորդներս, մեկ էլ բանա, ասա մաման ասում էր պարապենք նոր, հա, էտա, սիրելիներս ասեմ, գրառումների բաժնում տեսա, որ իմ հետևորդուհին ինձ բան ա խնդրել, հիմա ուզում եմ առանձին նկարահանեմ, միգուցե շատերիդ էլ կհետաքրքրի, կնայեք մի խոսքով էլի, ու լավ կզգանք, համ ես ինձ, որ ձեր խնդրանքը կատարեցի, համ էլ դուք էտա, ձեզ լավ կզգաք, միգուցե հետաքրքիր կլինի, մի խոսքով, քանի չի մտնել, պիտի բարձանամ վերև, երևի վերևից սկսեմ ու կիցնեմ ներքև, որովհետև սիրելի հետևորդներ ջան, այստեղ ինձ զանգ եկավ անջատվեց, ձեզնից յուրաքանչյուրիդ կարծիքը, խնդրանքը, հարցը, ուղումը, նկատողությունը իմ համար կարևոր են, իհարկե գրագետ ձևով տրված, ասված, ու ես ուրախանում եմ, որ իմ խոսքը ձեր համար արժեք ունի, ուրախանում եմ, որ ոնց ես եմ ձեզ ինձ հարազատ համարում, այդպես էլ դուք եք ինձ հարազատ համարում, ես փորձեցի իմ օգտակար խորհուրդներով, խոսքով, ասելիքով, ասեմ, խոսամ, կիսվեմ, ցույց տամ,
ասեմ իմ համար որն է լավը, որը վատը, վատը չեմ սիրում ասելը, բայց թե եթե վատն է, ոնց ասել, վայ, շատ լավն է, դուրդ գալիս է, այս կողմ են կողմ տենց բաներ, այսքանը սիրելիներ ջան, հանձինս նույնն էի, նորից եմ ասում, որոշեցի, մտքովս անգամ չէր անցնելու, որ ես կնկարահանեմ նման տեսահոլովակ, բայց տեսնում եք մարդը ինչքան ուշադիր ա եղել, ինչքան վերջ էլի, էջս բացված օրվանից, թե խոհանոցային, թե վլոգային, ուղղակի չգիտեմ ինչ պատճառներով, մարդը ստեղ չի կարողանում ինձ գրառում անի, ուրիշ ակաունտ ա բացել մի խոսքով ու գրել ա, հետն էլ ասում ա у меня քեզանից պրոսբը есть, այ քեզ բան, բա ոնց կարամ չանեմ, ոնց կարամ մարդու հետ իմ կարծիքով չկիսվեմ, չէ որ այդ մարդը իմ էս մեծ ընտանիքի մի անձն էլ ինքն է համարվում, մի լավ բարեկամն էլ ինքն է համարվում, այնպես որ այս պահի համար այսքանը, կհանդիպենք օրվա վլոգում, պակա։ Անի միացնեմ։ Ինչու միացնես, արի միացտեղ, արի միացտեղ, ստեղ արի, ստեղ արի, շպրտելու եմ այդ հեռախոսը տախպեր, դու ապիղ չեմ գնալու, չէ, կյանքիս ամենաթանկ, լավ պարապեցի, չէ, շատ, յատաչ, օխ իմ սրտի կեսից շատ, ուրեմն այս սփռոցները հանել եմ, առանձին հոլովակով դե կտեսնեք, այս մի սփռոցն եմ ցույց տալի, սա հենց նոր տարվա համար էի գնել, իրան ասել էի գնա այնտեղ, դե երեխա է հեռախոսով զբաղվում ա բան, ես էլ չեմ ուզում այդ հեռախոսից հենը, ընկնի YouTube կանալ, սենց ասեմ, մեկ էլ մամա, նոր տարի, ինչ նոր տարին դեռ շուտ է, այս կողմ ասում եմ ինչ բան է, չէ, մենք էլ էլի փոքր ժամանակ ոնց էինք, չէ, ոգևորվում, որ վաղ հեսա կգա նոր տարին, շուտով կգա նոր տարին։ Ես նոր տան մեր պապն էլ նվերներ կբերեր։ Այս տարի մեծերին չի բերելու։ Չէ, լուստրը նկատի, Դու արդեն մեծանում ես Ազիզան, այս տարի արդեն փոքր երեխեքին ախպերություն։ Դունիկի համար եմ լուստրի համար ասում։ Լույսն եմ ուզում, որ նոր տարի գա արդեն։ Խոսացի՞ր տատի հետ։ Հա, նոր խոսացի, ասում մաման նկարում էր։ հա, ցավդ տանեմ։ Նկարի ես եմ Հա, կյանքս։ Տենց բաներ, սիրելի հետևորդներ ջան, այսօր նայում եմ դուս, տնական, այն որ մենք լոռեցիներս սենց մի բառակապակցություն ունենք, ասում ենք քիթներս չենք ուզում տնից հանենք, այդքան ցուրտ ու թաց եղանակ, իրոք այսօր հենց այդ օրն էր, առավոտից ցուրտ, անձրև, այն ոնց էր շփվում անձրևը վերևից, Ալեքս, բա ոնց գնացիր դպրոց, լավ գնացիր։ Հա, մենակ գնացի։ Հա, Ալեքս ջան, ուրեմն նենց էր շփվում անձրևը, որ պահի տակ ես երկմտում էի, ասում էի տնաս Ալեքսին աչքից չուղարկեմ, մի հատ մազերիս էլի նայեք։ Բայց ուղարկեցի, ինքը փաստորեն լավ էլ հասավ, դեղից են կոմ գնացել ա իր խանութ մանութը, դաս ա գրել, լավից վատից, վայ, ու եկել ա տուն, այսօրի ուրախություն ինձ, մեր պարապունքը շուտ արեցինք, այ հմի է շամերին նոր պարապունք էինք անելու, ու իրան այդ պարապողուսություն, ասում եմ, վայ զգում եք ոնց ա էլի էներգիա տանող բանա, ասում եմ ոնց եք այդքան երեխեք հետ գլուխ հանում, ասում ան այդ պատկերացրու ես արդեն սովորել եմ, ասում ա որ մի օր քիչ են ելնում, մեկը չի պարապում կամ այս կողմ կամ այն կողմ, ես այդ պակասը, ես այդ բացը զգում եմ, այնքան հետաքրքիր էր, այդպիսի բաներ, սիրելի հետևորդներ ջան, լիքը անթիվան համար հարթուկ ունեմ անելու,
ու լիքը գործ ունեմ անելու։ Այս ինչ էր, ինտերնետ, отпусти меня։ Ինտերնետիս SMS-ն եկավ, ախ այդ SMS-ները, մի օր ինտերնետ, մի օր հարկ, մի օր վարկ, հարկ ասեցի, հիշեցի, ես չգիտեմ Երևանում ոնց է, այ մոռանում եմ հլարի մատատիկանց հարցնեմ, կարծեմ կվարտիրաներում կվարտ պլատ, այդ ոնց որ, եթե ես ճիշտ գիտեմ, եթե չէ, խնդրում եմ գրառումների բաժնում գրեք, զուտ ինձ հետաքրքիր է, այն էլ ինչքան չափից շատ, այ, ուրեմն, ժամանակ կար, որ աշխատակիցը տենց մեր մոտ սեփական տների մասին է խոսքը, շենքերը չգիտեմ, սուտն էլ չեմ ասի, շատ տարիներ առաջ մարդիկ իրանց աշխատանքը, հլա ես է մտածում էի, ասում էի, տեն ասես ոնց են էլի մեղք չեն, բա արև լնի, անձրև լնի, ցուրտություն լնի, ինչ լնի, այս մարդիկ դրան է իրանց գործին են գնում, գալիս էին հողի հարկ վերցնում, տան հարկ վերցնում, մի խոսքով ինչ էր, կոպեկներ, ես հիշում եմ, որ ամուսնացա, եկա հարս, այս տարի, այսօր մի քիչ շատ այդ թեմաները հիշեցի, բայց թե էտա, ուրեմն, դե են տունը տեքորուս տունն է, այս մեր տունն է, ովքեր մեկ ինձ ենքան շատ եք հարցնում, պահն եկավ նորից ասեմ, են տան համար տալիս ենք ուրիշ հարկ, այս տան համար տալիս ենք ուրիշ հարկ, ինչ ենք տալի, ուրեմն ծիծաղելի էլ է հնչում, շատ տարիներ առաջ, թե 20 տարի առաջ, 21 արդեն, 1000 քանի դրամ էինք տալիս, 1000 քանի դրամը եկավ դառավ 2020 դրամ, 2000-ը հետո դառավ, թվերը չեմ հիշի, սուտն էլ չեմ սիրում, որ ասում եմ, 2000-ը կրկնապատկվեց, հետո դառավ 5300, մի քանի տարի տենց եկանք, նախանցած տարի էր, հասանք 6.5-ի, մեր տան հարկի մասին է խոսքը, հլը կողքինը չեմ ասում, Ալեքս, կամ իջացրու, կամ դուր փագի, ու 6.5-ը, դե որ նայեմ ես, մի քիչ էլի նորմայի մեջ, որովհետև ամեն դեպքում 2 հարկի տուն, հող, հետևին, դիմացը իհարկե մասնատված, որովհետև մի մասը տեքորենս, մի մասը մերը, մի մասն ընդհանուր, ու 6.5, անցաչափած էր, կհիշեք, որ թղթաբանությունների մեջ էի, դեռ չի էլ բրծել այդ կինոն, դեռ չգիտեմ քանի տարի էլ կգնա այդ կինոն, կշարունակվի, իհարկե մենք ոչ միտեղ պարտք ու պահանջ չունենք, չի էլ կարող լինի տենց բան, որովհետև ես մերոնց տանը եկել եմ ստեղել, այս տունն էլ պարտք ու պահանջը չի սիրել, են էլ կոմունալ հարկ, աղբահանություն, ջուր, ցավոք սրտի շատ տներ կան, չէ, որ ջրին հենց պարտքեր ունեն, աղբի, հողի հարկի, մենք չէ, տարին տարվա վրա, ես գիտեմ, որ մինչև նոյեմբեր ամիսը պիտի իմ հողի հարկն եմ ուծեմ, տան հարկն էլ մուծեմ, ապրես ցավդ տանեմ, ամեն հարկն էլ մուծեմ, կոպիտ ասած, եթե ես ամսվա կտրվածքով իմ ձեռքին գումարը հայտնվեմ, առաջինը գնում է բոլոր այդ գազա, լույսա, ջուրա, մի խոսքով աղբա, ու դրանից են կողմ նոր ես հասկանում եմ, որը որտեղ կարամ օգտագործեմ, ոնց կարամ ակցեխից հանեմ կոպիտ ասած, հիմա այն անգամ, քանի դեռ գնացել էի քաղաքապետարան, հասցեի հետ կապված գործ ունեի, ու եղավ նենց, որ ինձ ուղարկեցին այն կաբինետ, որտեղ որ այդ հարկեր, վարկեր, հարկու տուրքի կաբինետ, սենց ասեմ,
Ասի եկել հասել եմ ստեղ, մինչև այդ, որ ես ուզում էի հարցնեմ, ասում առանց քո ասելու, մենք պետք է նայենք, հո դուք պարտք պահանջ չունեք, ասում եկե կողքից մի հատ կին կա, ասում իրանք պարտքը չեն սիրում, դժվար ունենան, ու սենց հանում, ասում ոնց չունի, հրես 14,500 դրամ պարտք ունես, ես սենց նայում եմ իրանց դեմքին, ասում եմ կարող եմ մի բան շփոթում եք էլի, չէ ասում եմ այդ որ տարվա պարտ կա, ինչ պարտ կա, բա այս տարի դու հողի այդ հարկ, մարկ, տան գույքահարկ չես տվել, ասում եմ 6,5 չէր, ասում էր թանգացել է, ես կասեի կրկնա պատկվել, ու մի լավ ծիծաղեցինք, ասում եմ ես դեռ պարտք չունեմ, այ որ նոյեմբերին մուծած չլնեմ, արդեն կունենամ, ասում լավ պարտաճանա չես, հա, ասում եմ դե հա, կատակախառը, ու մեկ էլ ասում եմ բայց ինչի է էլի այսքան թանգանում, իմաստը, նույն հողնա, ոչ չափնա մեծանում, ոչ փոքրանում, ոչ ինչ-որ բան ավելանում, են չի հաշվին այսքան շատանում ու կրկնա պատկվում, մեղք չեմ, բա այս մարդիկ, այդտեղ մի կին կար, ասում բա որ իմանաս Երևան ինչա կատարվում, ու պահի տակ մի հիշեցի, ինձ հետաքրքիր է, Երևան էլ է տենց, թե Երևան ուրիշ ձևի է, մենք օրինակ ստեղ ամսեկան մի հոգու համար, մի անձի համար վճարում ենք 300 դրամ աղբահանության փող, բայց կարելի ասել, թե ես աղբ չեմ թափում, օրվանը տանում Ալեքսս փողոցային այդ դրված կոնտեյներների մեջ, ամեն դեպքում աղբի գումարը պիտի տաս, դա չի քննարկվում, ինձ հետաքրքիր է, Երևան էլ է տենց, թե ձևն ուրիշ է, եթե ճիշտ գիտեմ, ասում են, որ քառակուսի մետրով է աղբահանության գումարը կոնկրետ, բայց պատկերացնում եք, օրինակ մի մարդ, օրինակ թոշակառու մարդ, ապրի օրինակի համար մի 60 քառակուսի տան մեջ, ինքը մենակով, պատկերացնում եք տարեկան ինչ թիվ կկազմի, խոսքի ջահելները գնացած ելնան Ռուսաստան, Համի ոնց որ նույնը մերոնք ասենք, մաման ստեղ, իրանք գնացած, բայց պատկերացնում եք, դե մեր մոտ տենց չի, մերը ուրիշ է, ես բացատրեցի, բայց եթե Երևանի նման լինի, դա մի հատ տեղը տեղին կլորի գումար կկազմի, ինձ թվում է, այդքան բան, այ թե ուր ենք հասնում, իրոք, որ մի 15-17 տարի հետ ենք գնում, հլա տեսեք հարկերը ինչքան շատ են թանկացել ու երևի չէր, մեքենայից էտա վերջացրինք բրծանք, էր մեքենայի հարկ տուրք չենք մուծում, բայց մեքենայինն էլ էր լավ տեղը տեղին թանկացել, սիրելի հետևորդներ ջան, ու մտածում ես վայ են ընտանիքներին իրոք, որ խոսքի մեծ տան մեջ մի հատ մարդ է ապրում, այդ խեղճը այդ ինչքան պետք է հարկ ու տուրք տա, համի նույնը մեր տունը, նույն չափով, նույն մետրաժով, բայց գույքահարկը կրկնա պատկվել է 14,000 կամ 500 կամ 700 դրամ է դառել, այ այսպիսի բաներ, այ այսպիսի պետություն, դրա համար միշտ ասում եմ, նենց կուզենամ, մեր պետությունը այնքան կայանա, այնքան հզորանա, այնքան ուժեղանա, ծաղկի, բարգավաճի, սենց լիքը աշխատատեղեր ունենա, որ մարդիկ իրանց աշխատանքը ունենան ու ամեն ինչ իդեալական ձևով գնա, Տեր Աստված, յարապ կգա այդ օրը իմ Հայաստան աշխարհի համար, իմ քարքարոտ լեռն աշխարհի համար, մեր հայազգի համար, հայ ենք, կանք ու կլինենք, բայց երանի այնքան լավ լինենք, որ էլ ավելի հպարտ լինենք, էլ ավելի ուժեղ լինենք, էլ ավելի
սիրենք իրար, այդ ամենակարևորն է, էլ ավելի բարի լինենք, սիրելի հետևորդներ ջան։ Բարությունը իմ համար մեծ դեր ունի, որովհետև խոսքը ինքը արդեն բարի է, բա գործը ինչքան բարի կլինի, բա արարքը ինչքան բարի կլինի, չէ՞։ Այդքան բան, էլ չեմ ուզում ծավալվեմ, որովհետև բոլորս էլ գիտենք, որ հենց բարիությունն է, որ փրկելու է աշխարհը։ Մեր մոտ արդեն սկսել է մթնելը, հավես եղանակա, տեսակ սենց օրը բացվեց, անձրևը կոլավ, ամենահետաքրքիրն է տամ, ստեղ սփռոցներս, որ հանել էի, նկատեցի ես մեկի վրա, ինչ-որ թե կետիկներ կար, դուրս չեկավ, ինչ եմ անում, ամանի հեղուկ եմ լցրել, հեսա, մի քիչ կթողամ ու կլվամ 40 աստիճանով, ինչքան սիրուն է, չէ երեխեք, հլստե նայեք, շողում է, շողում, շողում ես իմ սրտում դու սիրուն, շատ սիրուն դու անվերջ կարուն, դու ուրախ մի աղջիկ ես իմ աղբյուր սարին, որտեղից ուր հասանք, մի խոսքով, թող մնա, ստեղ այսենց համովություն ունենք, այս պուճուրիկը ինձ, սրա հետ, այս էլ Ալեքսիս, քանի որ խաղողը իմ թշնամին է, այսօր կարգը խախտել ենք, գիտենք չէ, որ միրգը մինչև հն 4-ը կարանք ուտենք, բայց մենք 4-ի փոխարեն մի քիչ ուշ ենք ճաշակում, դե հիմա տենց ստացվեց, ինչ արած։ Ամեն դեպքում տեսնեմ հետո ինչ ենք անում։